Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ շարունակվում է կուսակցությունների նախընտրական քարոզարշավը։ Այսօր քարոզարշավի արդեն պաշտոնապես 23-րդ օրն է, եւ քարոզարշավի շրջանակում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է շրջել Տավուշի մարզում։ Այս պահին մենք գտնվում ենք Կողբ համայնքում, եւ հիմա ես պատրաստվում եմ զրուցել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ։ Պարոն Խանդանյան, շնորհակալություն Շնորհակալ։ Ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքն արդեն մոտենում է իր ավարտին, ընդհանուր շփումներ քաղաքացիների հետ, ինչ են ցույց տալիս ըստ ձեզ։ Շատ լավ եմ գնահատում, շատ ակտիվ, աշխույժ, դրական մթնոլորտով առնվազն մեր քարոզարշավը, մեր կուսակցության քարոզարշավը շատ լավ է ընթանում, արդեն Հայաստանի 9-րդ մարզում ենք եւ մնացել է Գեղարքունիքի մարզը եւ իհարկե Երևան քաղաքում եւս ակտիվ քարոզարշավ է իրականացվել։ Քաղաքացիներից ստանում ենք ջերմություն եւ զգում ենք վերջի տարիների արված աշխատանքի արդյունքը նաեւ թե տեսնելով, թե ինչքան է զարգացել Հայաստանը ենթակառուցվածքների առումով եւ նաեւ լսում ենք քաղաքացիներից նրանց գոհունակությունը, բայց նաեւ լսում ենք հարցեր, լսում ենք կարիքների մասին գնահատականներ եւ այլն, ինչը պատրաստվում ենք լուծել հաջորդ տարիներին։ Կարծում եք քաղաքացիները գոհ են ձեր կառավարությունից, այս 8 տարվա իշխանությունից, որ հունիսի 7-ին կրկին վստահելու են ձեզ իրենց քվեն։ Ես կարծում եմ, որ գոհ են եւ դա կապացուցվի ընտրությունների արդյունքով եւ գիտեք 2021 թվականին մենք քաղաքացիներից մանդատ խնդրեցինք, որպեսզի գլխավոր խնդիրը լուծենք Հայաստանին եւ տարածաշրջանին բերենք խաղաղություն եւ դա տեղի ունեցավ եւ ես կարծում եմ քաղաքացիները ամենից շատ հենց սա են գնահատում խաղաղության հաստատումը, մեր անվտանգության եւ անվտանգային միջավայրի լավացումը, բարձրացումը, հատկապես այս մարզում, Տավուշի մարզում, որը նաեւ ներքաղաքական խնդիրների եւ շարժումների, եթե դրանք շարժումներ կարելի ասել վերջի տարիներին կիզակետում էր, հաշվի առնելով այն անվտանգային խնդիրները, որ շարունակաբար ունեցել է Տավուշի մարզը, իսկ հիմա Տավուշի մարզում մենք տեսնում ենք խաղաղությունը շատ ֆիզիկապես ենք տեսնում Տավուշի մարզով, քիչ առաջ անցնում էինք Կիրանցի մոտով եւ դա իսկապես խաղաղության սիմվոլն է այս պահին եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանները եւս լինելու են այդպիսին։ Այս համատեքստում, խաղաղության համատեքստում ուզում եմ գնահատեք նաև օրերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անսպասելի, նաև այսպես այցը Հայաստան, հապճեպ այցը Հայաստան, որովհետև տեսանք նաև, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին, մասնավորապես TRIP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, Միացյալ Նահանգներ, Հայաստան ռազմավարական գործակցության փաստաթուղթը։ Ուզում եմ հասկանալ նաև խաղաղության ամրապնդման նպատակից էր բխում Ռուբիոյի այցը Հայաստան, ոչ միայն այդ փաստաթղթերի ստորագրման մասով, այլ նաև ընդհանուր առմամբ, քան որ նաև TRIP-ի հետ կապված բազմաթիվ տեսակետներ էին հնչում նաև այդ թվում ձեր ընդդիմախոսներից, թե չեղարկվել է TRIP-ը, այն այլևս չի մտնում Միացյալ Նահանգների վարչակազմի առաջնահերթությունների մեջ, չեն ցանկանում այլևս շարունակել կամ ներողություն, բայց ժամանակ չունեն այլևս այս հարցով զբաղվելու։ Միանշանակ շատ կարևոր էր պետքարտուղարի այցը Հայաստան եւ իսկապես այդ շահարկումների ի պատասխան հրաշալի հնարավորություններ մեր քաղաքացիներին ցույց տալու, որ TRIP-ը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև Միացյալ Նահանգների համար, եւ դա մի ռազմավարական գործարք է Հայաստանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման տեսանկյունից, բայց նաև ամբողջ տարածաշրջանի համար եւ ավելի լայն կոնտեքստում աշխարհի համար ու տնտեսական զարգացման տեսանկյունից եւս սա շատ կարեւոր է։ Միսուարյուն է ստանում նախագիծը, ըստ էության շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո արդեն կսկսվեն համապատասխան աշխատանքները եւ ես վստահ եմ, որ շատ շուտով մենք արդեն նաեւ բահեր եւ տրակտորներ կտեսնենք գետնի վրա Հայաստանի հարավում եւ նախագիծը կյանքի կոչվի եւ կնպաստի մեր տնտեսական զարգացմանը եւ խաղաղության ամրապնդմանը։ Բացի Ռուբիոյի այցից նաեւ տեսանք Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, գրառումը, որը եւս այսպես իլուր աշխարհի ցույց տվեց մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարությունը եւ նվիրվածությունը TRIP նախագծին, ինչը շատ կարեւոր է։
Շատ լավ, տեսեք, պարոն Խանդանյան, մայիսի 28-ին 29-ին Աստանայում տեղի ունեցավ նաև ԵԱՏՄ գագաթնաժողովը առանց Հայաստանի մասնակցության, ոչ թե առանց, այլ նկատի ունեմ Հայաստանը ներկայացված էր այդ գագաթնաժողովին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով եւ նիստից հետո էլ նաև հայտարարություն է հնչել Ուշակովի կողմից, որ ԵԱՏՄ անդամ պետությունները Հայաստանի հետագա կարգավիճակի հետ կապված հայտարարություն են ընդունել, հայտարարության տեքստը դեռևս չի հրապարակվել, այն ուղարկվել է, հա, այսպես Մհեր Գրիգորյանի հետ Հայաստան, նշվել է նաև, որ անդամակցության դադարեցման հետագա հարցը քննարկվել է նաև դեկտեմբերին տեղի ունենալիք նիստի ժամանակ։ Խնդրում եմ ձեզ, ունեք տեղեկությունները, ինչ են որոշվել այդ նիստի ժամանակ, ինչպիսին է լինելու դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Գիտեք, Հայաստանը ակտիվ մասնակցություն ունի Եվրասիական տնտեսական միությունում եւ շատ նորմալ եւ գործընկերային հարաբերություններ մյուս բոլոր 4 անդամների հետ եւ բոլոր հարցերը, որոնք ծագում են մեր անդամակցության հետ կապված, դրանք քննարկվում եւ լուծում են աշխատանքային մթնոլորտում քննարկումների ընթացքում Հայաստանը որևէ կերպ նպատակ չունի այս փուլում Եվրասիական տնտեսական միությունից հեռանալու եւ դա օրինակ է, որ մեր գործընկերները մտածում են, որ այդ հարցը պիտի քննարկվի, Հայաստանը նման բան չի որոշել, այդ մասին որոշում չի կայացրել ու մենք պատրաստվում ենք մեր ամբողջ ծավալով շարունակել մեր աշխատանքը միությունում։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, նաև մեր Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցմանը եւ այդ կոնտեքստում Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններին, գիտեք, դա փաստ է, որ տնտեսական միավորման այդ երկու միավորումները անհամատեղելի են եւ այն փուլում, երբ որ Հայաստանը տեսնի, որ պետք է կայացնի որոշում Եվրոպական միություն մտնելու, Եվրոպական միության մաքսային միության մեջ անդամակցություն ունենալու, այդ ժամանակ համապատասխան որոշումներ կկայացնեն եւ այդ որոշումները կկայացվի Հայաստանի ժողովրդի կողմից Հանրակրվեի միջոցով նկատի ունեք։ Գիտեք, այդ ֆորմատը պետք չի սպահին քննարկել, որովհետև այդ հարցը սեղանին դրված չէ, բայց այնուամենայնիվ մեր քաղաքացիների պահանջն էր, օրինակ, որպեսզի մենք ընդունենք այն հայտնի օրենքի նախագիծը Եվրոպական միությանը անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ եւ ընդհանրապես այդպիսի լուրջ փոփոխություններ, ես կարծում քաղաքացիների մասնակցությունը եւ նրանց ձայնը շատ կարեւոր է, բայց կրկին ես եթե ունեն որոշ անհանգստություններ մեր գործընկերները Ռուսաստանում կամ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրներում, մենք Հայաստանը պատրաստ է եւ ինչպես միշտ այդ քննարկումները ծավալում է եւ մենք որևէ կերպ չենք պատրաստում լարել մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ։ Անհանգստություններ կարծես թե Ռուսաստանը ունի, պարոն Խանդանյան, որովհետև այդ անհանգստությունները գետնի վրա դրսևորվում են կոնկրետ գործողություններով։ Մասնավորապես օրինակ նկատի ունեմ հայաստանյան որոշ ապրանքատեսակների ռուսաստանյան շուկա մուտքի արգելքը։ Նկատի ունեմ օրինակ հայտարարությունները գազի գնի հնարավոր թանկացման մասին։ Նկատի ունեմ այն գործողությունները, այն հայտարարությունները, որոնք հնչում են ոչ միայն այսպես ռուսական, հա, տարբեր շրջանակների կողմից, այլ ընդհուպ ամենաբարձր մակարդակով, Պուտինի մակարդակով, Ռուսաստանի փոխվարչապետի մակարդակով, արտգործնախարարի մակարդակով, անվտանգության խորհրդի փոխքարտուղարի մակարդակով, հա, նաև նախկին նախագահ այսպես Մեդվեդևի մակարդակով, իրենք գործողություններով կոնկրետ ցույց են տալիս, որ խանդավառված չեն բնականաբար Հայաստան Եվրամիություն մերձեցմամբ եւ կարծես թե փորձում են տարատեսակ միջոցներով ճնշում բանեցնել Հայաստանի վրա։ Գիտեք, նախ մի քիչ տարակուսելու է այդ անհանգստությունները եւ հատկապես այդ անհանգստությունների ժամանակահատվածը, որովհետեւ Եվրոպական միության հետ Հայաստանի այս չափ մերձեցումը սկսվել է վաղուց։ Այդ օրենքը ընդունվել է, որի մասին նաև հիշատակում են Ռուսաստանի գործընկերները, ընդունվել է 1 տարի առաջ, ավելի քան 1 տարի առաջ։ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդները տեղակայված են արդեն տարիներ շարունակ եւ ինչու հիմա, ինչու ընտրություններից առաջ հանկարծ նման անհանգստություններ առաջացան, բայց դա չպիտի լարի մեզ, չպիտի լարի մեր քաղաքացիներին, նման իրավիճակներ կրկին առաջացել են մեր ապրանքների հետ կապված եւ այլն, եւ մենք էլի աշխատանքային մթնոլորտում փորձել ենք այդ հարցերը կարգավորել եւ լուծել,
Բայց նաև ես ուզում եմ ասեմ, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը շահավետ է ոչ միայն Հայաստանի համար, այն փոխշահավետ է մեր մյուս գործընկերների, այդ թվում Ռուսաստանի համար։ Ռուսաստանից գազի մատակարարումը Հայաստան շահավետ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների համար, այլ նաև Ռուսաստանի եւ Ռուսաստանի տնտեսության համար։ Ուստի այստեղ շահերի հավասարակշռման միջոցով ես վստահ եմ, որ խնդիրները հնարավոր է լուծել, նաև հաշվի առնելով տարածաշրջանի եւ մեր երկրի ապաշրջափակման հեռանկարները, որը արդեն քայլ առ քայլ տեղի է ունենում, տեսնում եք, որ երկաթուղիները մեր հարևան երկրների Հայաստանի համար բացվում են, թրիփ նախագիծների իրագործման փուլում, այս բոլորը նաև հնարավորություն է տալիս թե մեր տնտեսական հնարավորությունները, թե էներգետիկ հնարավորությունները դիվերսիֆիկացնել եւ կախումները բազմազանեցնել եւ դրանք դարձնել փոխշահավետ գործարքներ։ Արևմուտքը խոստանում է մեզ աջակցություն, խոստանում կամ այսպես հանձնառու է օրինակ մեր ապրանքների իրենց պետություններ, հա, ներմուծման մասով, որովհետև տեսեք հրապարակվել են տեսանյութերը, հրապարակվել է թե ինչ իրավիճակում է այս պահի դրությամբ է նաև գտնվում Լարսը, մեր արտահանողների համար ռուս մաքսավորները ինչպիսի արհեստական նաև խոչընդոտներ են ստեղծում, ինչպես օրինակ հայտարարում են հենց մեր հայ բեռնափոխադրողները։ Ուզում եմ հասկանալ նաև այնպես է, որ Ռուսաստանը կարծես ոչ միայն հայտարարությունների մակարդակով է սահմանափակում, այլ կոնկրետ գործողություններով։ Եվ այս առումով հիմա մենք արևմուտքից օրինակ ինչ ակնկալենք, որպեսզի այս սեզոնին, հա, հատկապես նաև այս փուլում մեր արտահանման այս լրջագույն խնդիրը կարողանան կարգավորել։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը քննարկումների մեջ է տարբեր գործընկերների հետ, ոչ միայն արևմուտքում, այլ տարածաշրջաններում, որպեսզի մեր տնտեսվարողները այս փուլում դժվարություններ չկրեն եւ կարողանան իրենց արտադրանքը իրացնել, թե ինչ արդյունքներ կլինեն առաջիկայում կտեսնենք, բայց ես լիահույս եմ, որ նաև ստեղծված հնարավորությունները, նաև լոգիստիկ հնարավորությունները երկաթուղիների եւ այլ տեսքով հնարավորություն կտան, որպեսզի եթե այդպիսի բեռ ու մեր տնտեսության, մեր տնտեսվարողների ուսերին դրվի, այսինքն խնդիրներ ունենան, այդ խնդիրները կառավարության օգնությամբ կլուծվեն։ Ես կարծում եմ անհանգստանալու կարիք չկա եւ ես նաեւ վստահ եմ, որ Ռուսաստանի հետ մեր այդ հարցերը, որոնք հիմա կուտակվում են, հնարավոր կլինի աշխատանքային մակարդակում լուծել։ Այսինքն մենք տնտեսական որևէ այսպես ճգնաժամ չենք ունենա, պարոն Հայաստանի տնտեսությունը այդ մասով ես արտահանման մասով Հայաստանի տնտեսությունը արագ տեմպերով աճում է եւ մենք կարծում եմ դա ակնհայտ է եւ չեմ կարծում ճգնաժամի մասին խոսելը ինձ թվում է ավելորդ է, ինձ թվում է բոլոր հարցերը նորմալ կկարգավորվեն։ Ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական որոշակի, հա, այսպես հայտարարություններ են հնչում Ռուսաստանի կողմից եւ մասնավորապես հունիսի 7-ին սպասվելիք Հայաստանի համապետական ընտրությունների վերաբերյալ Reuters միջազգային լրատվամիջոցը հրապարակեց տեղեկություններ այն մասին, թե Ռուսաստանը $50 միլիոն դիմաց փորձելու է այնտեղ բնակվող 100,000 հայերի ուղարկել Հայաստան Փաշինյանի դեմ քվեարկելու համար։ Եվ նաև բացի դրանից լրատվամիջոցի տեղեկությունը այսպես է ներկայացված, որ արևմտյան հետախուզության եւ կառավարական պաշտոնյաների տվյալներով Ռուսաստանը ակտիվացրել է գաղտնի ջանքերը խաթարելու Հայաստանի առաջնորդին Նիկոլ Փաշինյանի հաջորդ ամիս կայանալիք վերընտրության հայտը մտավախություն ունենալով, որ նրա հաղթանակը կարող է նպաստել նախկին Խորհրդային Հանրապետության միավորմանը արևմուտքի հետ։ Ինչպես է կարծը։ Նախ ես կարձագանքեմ, որ Ռուսաստանը չպիտի ունենա առիթ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որևէ կերպ վատթարացման մասին մտածելու, որովհետև վերջին տարիներին իհարկե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում եղել են հարցեր, եւ այդ հարցերի հիմնականում մենք ենք ունեցել, հաշվի առնելով մեր անվտանգային համագործակցությունը, բայց այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ Հայաստանը որևէ քայլ արել է, որպեսզի Ռուսաստանը անհանգստանա, որ մեր բարեկամական գործընկերային հարաբերությունները կարող են մեր կառավարության վերընտրվելու պարագայում խաթարվեն։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին Հայաստան ուղարկելու եւ ընտրություններին մեր դեմ քվեարկելու մասին, ես մի քիչ կասկածամտությամբ եմ դրան վերաբերվում։ Մեր քաղաքացիները լինեն Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս տեսել են, թե վերջին երկու համապետական ընտրությունները ինչպես են ընթացել, որ նրանց քվեարկության գաղտնիությունը լիովին ապահովված ընտրություններն ընթանում են ազատ եւ արդար եւ նույնիսկ եթե այդ հազարավոր քաղաքացիներ Ռուսաստանից կամ այլ տեղերից գան Հայաստան, այդ քաղաքացիները փաստ չէ, որ չեն քվեարկելու մեր օգտին։ Ուստի ես կարծում եմ, եթե նման բան է արվում, դա այնքան էլ արդյունավետ մեթոդ չէ
մեր դեմ պայքարելու, բայց նաև կրկին տարակուսում, թե ինչու պետք է մեր դեմ պայքարեն։ Պարոն Խանջանյան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը օգտագործում է Հայաստանին ընդդեմ Ռուսաստանի, Հայաստանին ծառայեցնում է ի նպաստ իր շահերի։ Հայաստանի իշխանությունը նկատի ունենալով ձեզ, դա չի հասկանում։ Հայաստանին որևէ երկիր, որևէ միավոր աշխարհաքաղաքական չի կարող օգտագործել։ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնում է տարբեր երկրների հետ, ելնելով բացառապես Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ժողովրդի շահերից եւ նման հայտարարությունները այդ տեսակ հայտարարությունները հատկապես բնավ չեն բխում Հայաստանի եւ Ռուսաստանի գործընկերային հարաբերություններից, բայց եղել են նման դա հարցրի, որովհետև դուք նշում եք, որ թերահավատորեն մոտեցաք նաև, որ օրինակ Ռուսաստանը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրությունների վրա, կամ օրինակ, որ ձեր հնարավոր հաղթանակից հետո կրկին շարունակելու է գործակցությունը, բայց Մոսկվան, Կրեմլը, այսպես ներողություն, բայց չի դիտարկում այս իշխանությանը որպես իրենց համար ցանկալի իշխանություն։ Դուք անընդհատ խոսում եք, որ այո, շարունակելու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, շարունակելու ենք գործակցությունը տարբեր ֆորմատներով եւ այլն, բայց ռուսական կողմի վերաբերմունքը ակնհայտ է։ Բայց նաև մենք տեսնում ենք այս քարոզարշավի ընթացքում հատկապես այն ուժերին, որոնք ունեն որոշակի աջակցություն Ռուսաստանից, Բելոռուսից եւ տեսնում ենք, թե ինչպես են իրենք իրենց տապալում այս քարոզարշավի ընթացքում եւ ես շատ ցավում եմ, եթե մտածեմ, որ Ռուսաստանը հույս է դնում է նման քաղաքական միավորների վրա եւ ընդհանրապես ես կարծում եմ ցանկացած պետություն անկախ տվյալ երկրի թե որ ուժն է կառավարություն կազմել ելնում են պետական շահերից ու պետական հարաբերությունները կառուցում են ոչ կուսակցական տրամաբանությամբ ես վստահ եմ, որ այս ընտրություններում մենք կհաղթենք եւ ես նաեւ վստահ եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նորմալ հունով կընթանան։